Այժմ տեսնենք ինչ է սպասվում այդ եղջյուրներին հաջորդ շաբաթ, հուլիսի 26-ից 31-ը։ Հաջորդ շաբաթով կամփոփենք հուլիս ամիսը, հարգելիներս։ Տեսնենք ինչ է սպասվում այդ եղջյուրներին հաջորդ շաբաթ։ Այդ եղջյուրների համար էլ հեշտ ամիս չէր հուլիս ամիսը։ Տեսնենք, ասում են ինչ-որ բան փոխվելու է օգոստոսին, տեսնենք, հույսով։ Չէ սպասվում այդ եղջյուրներին հաջորդ շաբաթ, ընդհանուր տրամադրությունը միայնակների համար, անձնական հարցեր, զույգերի համար, աշխատանք եւ ֆինանսներ։ Եվս մեկ կապ կհանեմ բոլոր այդ եղջյուրների համար, որպես խորհուրդ։ Միայնակ եք, զույգ եք, տարիքով մեծ եք, երիտասարդ եք, նշանակություն չունի։ Բոլորի համար եւս լրացուցիչ մեկ կապ։ Երկու կապ դուրս եկավ, լավ հարգելիներս, երկու կապ դուրս եկավ, ուրեմն երկուսն էլ կնայեմ։ Ընդհանուր տրամադրությունը հարգելի ածեղջուրներ, տեսնում եմ լուսին։ Լուսինը կասկածներ, վախեր, անհանգստություն, մի դեցակ սպասողական վիճակ միգուցե որոշ մարդկանց համար, այսինքն ինչ որ լուրի եք սպասում, ինչ որ խոսակցություն ունեցել եք, բայց արդյունքը դեռ չեք տեսել, կասկածներ ունեք, կլինի, չի լինի, ճիշտ արեցի, սխալ արեցի, ճիշտ ասեցի, սխալ ասեցի, որտեղ խոսակցություն էլ կարող է լինել սրտի ութով կարող եմ ասել։ Ամեն դեպքում ինչ որ անհանգիստ սպասողական վիճակ է նույնիսկ երևի թե։ Մի տեսակ սպասողական վիճակ է հարգելի ածեղջուրներ։ Ոչ բացասական, ոչ դրական իմաստով չեմ կարող ասել։ Սպասողական վիճակը անհանգստություն է, բայց չի կարող պարտադիր չի վատ իմաստով լինել։ Ինչ եմ տեսնում միայնակների մեջ, տեսնում եմ օձ։ Օձը կին է, որը կարող է լինել նաև շատ իմաստուն, նաև շատ բամբասկոտ։ Երկուսն էլ կարող է լինել, կարող է լինել նախանց չար ընկերուհի, կարող է լինել նաև ձեզնից ավելի տարիքով մեծ իմաստուն ընկերուհի կամ մեծ քույր ամուսնացած, որը կարող է նաև ձեզ խորհուրդներ տալ, օգտակար լինել, եթե իմաստուն է, երկու տարբեր նշանակություն էլ օձը կարող է ունենալ։ Տեսնենք։ Հարգելի միայնակ ածեղջուրներ։ Սրանց ավել չարժի կարտեր հանել։ Եթե ես այստեղ կդժվարանամ ասել այս իմաստուն կինը ով է, բայց կարծես այս կինը միջնորդում է տվյալ դեպքում։ Սա ուղղակի կան, չէ՞, պես խնամախոս մարդիկ, կանայք, որոնք փորձում են երիտասարդներին ծանոթացնել։ Ես տեսնում եմ, որ ձեր ծանոթների, չգիտեմ, ձեր քնոջ միջոցով, ընկերուհու, ինչ որ մի կնոջ միջոցով երկու հոգի կծանոթանան։ Տեսնում եմ աղջիկ, տեսնում եմ տղա, տեսնում եմ ժամադրության կարտը եւ տեսնում եմ սիրտ, հարգելի ածեղջուրներ։ Ես շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում, ճիշտն ասած։ Միգուցե եւ ինչ որ բան ստացվի։ Իրականում դու կարող ես եւ հավանեք իրար եւ փորձեք զույգ դառնալ իրար։ Ես ձեզ հաջողություն եմ ցանկանում։ Առաջարկում եմ, եթե կա այդպիսի ինչ որ մի կին, որը փորձում է երկու հոգու բերել, միացնել իրար, գնացեք, հանդիպեք, շփվեք, տվեք հնարավորություն ինքներդ ձեզ ինչ որ մեկի հետ հարաբերություններ ստեղծելու, որտեվ ես իրականում շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում, եւ աղջիկ եմ տեսնում, եւ տղա, ես կարծում եմ դուք իրար կհավանեք, եթե գնաք ժամադրության, նույնիսկ եթե ինչ որ մեկի միջոցով է, չգիտեմ, ընտանիքի ծանոթների, մամայի, պապայի, ընկերուհու, ընկերոջ, ծանոթի ծանոթ նշանակություն չունի։ Ես ընդհանրապես հասկանում եմ, որոշ մարդիկ դեմ են դրան, ես ինքս էլ այդպես ձևով չէի ծանոթանա, բայց ես գիտեմ, որ մարդիկ ծանոթացել են եւ շատ երջանիկ ամուսնություն է եղել։ Եվ այստեղ էլ տեսնում եմ, իրականում շատ հաջող եմ տեսնում եւ ժամադրությունը, եւ սիրտը, եւ աղջիկը, եւ տղան, գեղեցիկ է, գնացեք հանդիպեք, եթե ինչ որ մեկի միջոցով ձեզ առաջարկում են ժամադրության գնալ ծանոթանալ, ես հույսով եմ, որ դուք սիրեք, սիրահարվեք եւ կլինեք զույգ։ Ամենայն հաջողություն եմ ցանկանում հարգելի ածեղջուրներ, դրանից ավել չեմ ուզում ոչինչ ասել, լավ նոտայի վրա վերջացնենք։ Ինչ եմ տեսնում զույգերի համար կարող եմ ասել ինչ որ մեկը հղի է, կակին, որը իրականում հղի է։ Կարող է լինել պարզապես կին, որը ուզում է ճանապարհ գնալ կամ ինչ որ փոփոխություն է սպասում, չնայած լուսնով կարող եմ ասել ինչ որ կասկածներ, վախեր, չգիտեմ, առաջին տպավորությունը, որ նայում եմ, ես առաջի տպավորությունը ես կարծեցի, որ հղի կին եմ տեսնում, որը երեխայի է սպասում։ Տեսնենք։ Կամ եթե զույգ եք ամուսնացած չեք, երեխայի հարց չկա, ուրեմն ինչ որ փոփոխություն է սպասվում ձեր հարաբերություններում, տեսնենք։
Հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի աջեղջյուրներ։ Գիտեք, ես սկզբում հնտրամատությունը լուսին էի տեսնում, կասկածներ, վախեր, անհանգստություններ։ Ես այս մի կարտով կարող եմ ասել, եթե կանայք կային, որոնք երեխա են ուզում ունենալ եւ անդադ սպասում են, փորձում են հղիանալ եւ չէին հղիանում, ուշանում էր, նեղվում են, կասկածներ ունեն, ամպերը կուտակվել է կան, չէ, այդպես ես չգիտեմ, հույսով այդպեսի հետամնաց ընտանիքներ արդեն չկան, վայ ամուսնացան 4 ամիսը չհղիացավ, հանկարծ կարող է երեխա չունենալ, աստծո սիրուն, այդ թողեք, այդ 18-րդ, 19-րդ դարի բաները պետք է թողնել, կարող է 2 տարի հետո հղիանալ, մի տարի հետո, ջահելներն իրար ավելի կճանաչեն։ Ուզում ասեմ, եթե այդպիսի տարբերակ կա, որ արդեն ամուսնացել են, նո 1-2 ամիսը չհղիացավ, ես իրականում տեսնում եմ նորություն լուր է գալիս, տեսնում եմ ծաղիկներ, տեսնում եմ ճանապարհը բաց է, ասիկա եթե այդպիսի տարբերակ է, ես չեմ տեսնում այստեղ խարիսխ, որ ասեմ շատ երկար ժամանակ փորձում եք, չի ստացվում։ Չէ, ես իրականում տեսակ շտապողականություն եմ տեսնում, որ այսպես միանգամից արդեն լուրը չի գալիս, հա, կինը չի հղիացել, կասկածներ, վախեր, այսպես տեսնում եմ հուզմունք, բայց ես իրականում տեսնում եմ, որ իրականում շատ շուտով է լուրը կգա, աղջիկը շատ ուրախ զվարթ, սա էլ ճանապարհը բաց է երազանքների, ցանկություններին հասնելու համար։ Մի շտապեք հարգելինս, եթե ջահելները նոր են ամուսնացել, ժամանակ տվեք, ջահել են, անպայման կլինի, անպայման, եւ սրտամ ցանկանում եմ, ովքեր երեխա են ուզում եւ մի փոքր ուշանում են, ես տեսնում եմ ճանապարհն իրականում բաց է հարգելինս, ես հույսով եմ շատ շուտով լավ լուր լսեք, ուրախանաք։ Իսկ եթե հղիության մասին չենք խոսում, ինչ եմ խոսում, ինչ որ լուրի եք սպասում, ես կարող եմ ասել, այստեղ կինն է երևի լուրի է սպասում, փոփոխություն է սպասում, կին եմ տեսնում այստեղ։ Ես չեմ կարող ասել կին աջեղջյուրն է, թե կին աջեղջյուրին է սպասում, բայց կարող է այլ եմ ասում, ամուսնացած կամ չամուսնացած, աղջիկ կամ կին նշանակություն չունի, նա ինչ տարիքում եք։ Ինչ որ լուրի եք սպասում եւ ամպեր են կուտակված, ես տեսնում եմ, որ ինչ որ ակտիվություն շարժ կարող է լինել եւ տեսնում եմ ժամադրություն եւ տեսնում եմ ծաղիկներ, ներողություն, աստղերը, ճանապարհը բաց է։ Եթե ինչ որ մեկը հեռու է, ճանապարհով կարող եմ ասել, եթե զույգերից մեկը հեռու էր, կամ աղջիկներ հեռու, կամ երիտասարդներ հեռու, նամակագրական կապը մի տեսակ պակասել էր, շատ չեք գրում, շատ չեք խոսում իրար հետ, ամպեր կուտակված էին։ Ես տեսնում եմ ինչ որ աշխուժություն իրականում, տեսնում եք, մարդը գալիս է, սա իրականում կարող է նաեւ նորություն լինել։ Ինչ որ նորություն է գանում, գալիս, ներողություն, ինչ որ նորություն է գալիս, շտապ գալիս է, ինչ որ նորություն, դուք հանդիպում եք, ժամադրվում եք եւ ինչ որ ճանապարհ է բացվում։ Ես շատ լավ եմ տեսնում հարգելիներս, մեծ լուրջ խնդիրներ չեմ տեսնում, այստեղ տեսնում իրականում կասկածներ, անհանգստություններ, լուրը ուշանում է, բայց տեսնում եմ, որ իրականում որոշ զույգերի համար ինչ որ հարց ամեն դեպքում լուծվում է եւ լուծվում է շատ դրական։ Եթե ձեր կինը պարզվի հղի է, ծաղիկներ գնեք հարգելի տղամարդիկ, մի տեղ տարեք, ուշադիր եղեք ձեր կնոջ նկատմամբ, երջանիկ հղիկինը երջանիկ առողջ երեխաներ է ունենում։ Իսկ եթե հղիության մասին չէր խոսքը, զույգերի մեջ չեմ կարող ասել, լուր էր, հեռու էր, մոտիկ էր, միգուցե ամուսինը գալիս է, եթե ամուսինը հեռու էր, գալիս է, շատ լավ ժամադրություն կարող եմ ասել, ձեր հանդիպումն է գեղեցիկ եւ նորից շարունակում եք միասին ձեր ճանապարհը։ Ամեն դեպքում անձնական հարցերում տեսնում եմ շատ հետաքրքիր փոփոխություն։ Սա կարող է լինել նաեւ փոփոխության կարտը հարգելիներս։ Եթե չէիք շփվում ինչ որ ժամանակ, նեղվում եք, կարոտում եք, չգիտեմ, հուզվում եք, ես տեսնում եմ շատ դրական փոփոխություն։ Ճանապարհը բացվում է, եթե հեռու եք, հույսով եմ, որ գտնեք իրար, նորից միանաք հարգելիներս։ Իսկ աշխատանքի հարցերում տեսնում եմ խոսակցություններ, on-line խոսակցություններ կամ հանդիպումներ եմ տեսնում, շատ զրույցներ եմ տեսնում։ Միգուցե ձեր աշխատանքն է կապված խոսելու հետ, մարդկանց հետ, ինչ որ հաղորդակցման միջոցներով եք, հաղորդակցման միջոցների հետ եք աշխատում։ Դա կարող է լինել բլոգեր, լրագրող կարող է լինել մարդը, որ անընդհատ խոսում է, եւ կարող է նաեւ մարդը խոսում է հենց on-line։ Ինչ որ հարթակ ունեք, խոսում եք, տեսնենք ինչ կասեն կարտերը այդ թեմայով, աշխատանքի գործերի հետ կապված։ Գիտեք, ես կարող եմ ասել, ինչ որ հաջողություն կարող է լինել ձեր աշխատանքում, շատ կտրուկ եւ հենց խոսքի հետ էլ կապված է, այստեղ տեսնում եք թռչուններ եմ տեսնում եւ հաջողություն եմ տեսնում։ Ինչ աշխատանք էլ որ անում եք, կապված է խոսքի հետ, շփման հետ, մարդկանց հետ, կտրուկ կարող է փոխվել։ Միգուցե ձեր խոսույթը փոխվի, միգուցե չգիտեմ, տեսնում եք, այստեղ հառ եմ տեսնում ես իրականում, իսկ այստեղ տեսնում եմ քյապինչ, այսինքն կարող եմ ասել, ինչ որ խոսում եք, ասում եք, միգուցե մի քիչ եթե ավելի կոշտ եք խոսում, մի քիչ ավելի, չգիտեմ, բորբոքված եք խոսում,
մենք մեր հայերին սովորություն ենք, չէ՞, մունաթով են խոսում։ Միգուցե ձեր խոսույթը փոխեք, դա կտրուկ կարող է ամեն ինչ փոխել։ Եթե մանավանդ ձեր աշխատանքի վայրում դուք գործընկերների հետ շատ կտրուկ եք, շատ չոր եք, աջակցությունները կարող են լինել կտրուկ եւ չոր, տեսնում եք, կտրուկ մի տեսակ էսպես։ Մի տեսակ ասում են շատ աշխատեք խոսքի մեջ, հատկապես մարդկանց հետ շփվելուն, ժողովների, հանդիպումների ժամանակ շփման մեջ փորձեք մի փոքր ավելի նուրբ խոսել արգելի աջակցություններ, մի քիչ ավելի, այսպես ասեմ, բարի դրացիական, ավելի մեղմ խոսեք։ Իրականում կշահեք դրանից, դա ձեզ շատ մեծ օգուտ կբերի։ Եթե գնում եք հարցազրույցերի, չգիտեմ, ձեր խոսքից է կախված։ Ամեն դեպքում ես այստեղ շատ զրույցներ եմ տեսնում։ Եթե խոսում եք նույնիսկ օնլայն, ինչ որ բան, մի քիչ եթե մեղմացնեք ձեր խոսույթը, ես տեսնում եմ իրականում մարդիկ ավելի լավ կարձագանքեն։ Ես տեսնում եմ հաջողություն աշխատանքում, ձեր խոսքից է կախված իմիջիայլոց, ինչ եք խոսում, ինչպես եք հաղորդակցվում մարդկանց հետ, դա կտրուկ կարող է փոխել եւ հաջողություն բերել ձեր աշխատանքի վայր։ Անկախ նրանից օնլայն եք աշխատում, թե մարդկանց հետ եք աշխատում, եթե մի քիչ չոր եք մարդկանց հետ, մի քիչ ավելի բարեհամբույր եղեք, այդպես կարող եմ ասել։ Դա միայն դրական ազդեցություն կունենա ձեր գործերի վրա։ Ֆինանսներում տեսնում եմ ճանապարհի մեջտեղում եք մնացել, ինչ որ ֆինանսական հարց ունեք լուծելու, բայց մի տեսակ չի լուծվում։ Եվ դուք պետք է երևի թե որոշում կայացնեք, որպեսզի կարողանաք շարունակել ճանապարհը, այսինքն որպեսզի կարողանաք հասնել նպատակին։ Ինչ-ինչ պատճառներով գործը սկսել եք, բայց կիսատ է մնացել։ Շատ լավ է, հարգելինս, ես չեմ կարող ասել ֆինանսական ինչ հարցեր ունեք, ճանապարհը կբացվի։ Այս դուք այստեղ ճանապարհի մեջտեղին եք մնացել ֆինանսական հարցերով, չէ, նույնիսկ եթե ճանապարհը չէր երևում, ճանապարհ եմ տեսնում, ճանապարհի հետ ինչ-որ խնդիրներ կային կամ ձևերի միջոցն է դա էլ կարող է լինել ճանապարհ։ Ինչպես հասնեք ֆինանսական հաջողության, ճանապարհը տեսնում եմ բացվում է, սա էլ տեսնում եմ ծաղիկներ։ Շատ հաջող կլինի ֆինանսական բոլոր հարցերն էլ հարգելիներս։ Նույնիսկ եթե դուք այստեղ կասկածներ, վախեր, անհանգստություններ ունեիք, ես ոչ մի առիթ չեմ տեսնում, շատ լավ եմ տեսնում։ Ֆինանսական հարցերն իրականում բավականին դրական։ Նույնիսկ այն հարցերը, որ էլ եմ ասում, կեսներ, ճանապարհի կեսն եք հասել, չէիք տեսնում շարունակություն, այն ճանապարհը բացվում է, շատ հաջող ձեզ համար հարգելի աջակցություններ։ Այժմ տեսնենք կարտերից խորհուրդը։ Ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Տեսնում եմ 9-10, տեսնում եմ փոփոխության կարտը, տրանսֆորմացիա եւ տեսնում եմ ընկերներ։ Կարող եմ ասել, գիտեք, ինչ որ ընկերական կամ ազգական բարեկամ հարաբերությունները ինչ-որ փոփոխություն կարող է լինել եւ դրական փոփոխություն։ Եթե ինչ-որ մեկը ձեզ բարեկամ ընկերներից ձեզ գումար էր ուզել, պարտք էր վերցրել, միգուցե ձեր պարտքը ձեզ վերադարձնեն, որովհետև տեսնում են փոփոխություն եւ տեսնում են, որ ձեր հարաբերությունները մնում են շատ ընկերական։ Եթե վերցնում են գումար չեն վերադարձնում, դժվար թե մնայիք ընկերական։ Ես տեսնում եմ ամեն դեպքում ինչ-որ փոփոխություն ձեր կյանքում կարող է լինել։ Ես կարող եմ ասել, դուք ինչ-որ կասկածներ ունեիք, ինչ-որ վախեր, անհանգստություններ ունեիք, որովհետև երևի ինչ-որ մի գործ, ինչ-որ մի բան տեղից չէր շարժվում։ Դա կարող է լինել հարաբերությունները, ինչ-որ մեկի հետ, ազգական, բարեկամ, քույր, եղբայր, չգիտեմ, դա կարող է լինել աշխատանքում, դա կարող է լինել ֆինանսներում։ Ես տեսնում եմ, որ կան մարդիկ, որոնք ձեզ կօգնեն եւ վիճակը կփոխվի, եւ կփոխվի ձեր օգտին։ Այս կասկածները վախերը ամենևին տեղին չեն, այսինքն հաջորդ շաբաթ եթե ինչ որ խնդիր կար, փոփոխությունը դրական կլինի, ֆինանսների հետ կապված ֆինանսներ կգան, ինչ որ մեկի հետ պետք է հաշտվեք, ես տեսնում եմ կհաշտվեք, հարաբերությունները կարող են առաջ շարժվել, շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում, շատ դրական փոփոխություն, շունը միայն դրական կարող է լինել հարգելիներ, թե անձնական հարցերում, թե ֆինանսներում, ինչ որ դրական հետաքրքիր փոփոխություն։ Եթե աշխատանք չունեիք, կարող եմ ասել, ձեզ սկսեն ֆինանսներ գալ, ուրեմն կարող է նաև փոփոխություն լինել, որ դուք գործազուրկ եք, բայց դուք կգտնեք աշխատանք։ Հարգելի աջակցություններ, ձեզ հաջող շաբաթ եմ ցանկանում։ Այժմ տեսնենք ինչ է սպասվում ջրհոսներին։ Հաջորդ շաբաթ հուլիսի 26-ից 31-ը։ Ընդհանուր տրամադրությունը միայնակների համար անձնական հարցեր, զույգերի համար, աշխատանք, ֆինանսներ։ Եվ լրացուցիչ եւս մեկ կարտ, որպեսզի ոչ մեկին չնեղացնենք, տարիքով եք, երիտասարդ եք, միայնակ չեք, նշանակություն չունի։ Բոլոր ջրհոսներին խորհուրդ եւս լրացուցիչ մեկ խորհուրդ հաջորդ շաբաթվա համար։ Ընդհանուր տրամադրություն տեսնում եմ ծառ։
Ծառը շատ գեղեցիկ եւ շատ դրական կարտ է, հարգելինս, նշանակում է աճ, բարգավաճում, ինչ որ մի բանի ավելացում, լավացում։ Եթե առողջական խնդիրներ ունեին ջրհոսները կամ ձեր ընտանիքում որևէ մեկը առողջության լավացում կլինի, այսինքն սա մի քայլ ավելի առաջ դեպի լավացում։ Մարդը ավելի առողջությամբ իրեն ավելի լավ կզգա եւ ավելի դրական փոփոխություն կլինի։ Եթե ընտանիքում երեխա եք սպասում, կարող է լինել աճ, պարզվեք, որ հղի եք կամ ձեր ընտանիքի անդամն է հղի, որտեղ ընտանիքը մեծանում է, ծառը ընտանիքի մեծանում է։ Առաջխաղացում, եթե աշխատանք եք փնտրում, աշխատանք կարող եք գտնել, այսինքն շատ դրական փոփոխություն, մի քայլ առաջ բոլոր հարցերում, ինչ հարցերում, որ դուք կարիք ունեիք, որ ինչ-որ բան փոխվեր, դրական փոփոխություն, շատ լավ կարտ է, հարգելիներս։ Տրամադրությունը ամեն դեպքում համենայնիվ ձեր տրամադրությունն էլ կլինի, որ ինչ որ մի բան տեղից շարժվում է եւ ինչ որ դրական փոփոխություն է լինում ձեզ համար։ Անձնական հարցերում միայնակների համար տեսնում եմ բանալի եւ տեսնում եմ 8, ինչը նշանակում է բանալին, հարգելիներ, շփման մեջ է, շատ շփվեք։ Իսկ կարծում եմ իրականում ջրհոսները շփվող են, շատ ընկերասեր են։ Չեմ կարծում, որ շփման պակաս ունեն։ Տեսնենք, ինչ է նշանակում բանալին։ Ինչ հետաքրքիր գեղեցիկ կարտեր եմ տեսնում, հարգելի միայնակ ջրհոսներ։ Տեսեք ինչ գեղեցիկ կարտեր եմ տեսնում։ Տեսնում եմ սիրտ, տեսնում եմ մատանի, տեսնում եմ արջ եւ տեսնում եմ ձիավորը։ Շատ ինչ որ մեկը գալիս է ձեր կյանքի եւ շատ շտապում է, գիտեք, շատ շտապ գալիս է։ Ես այստեղ միակ արջն է մի քիչ ինձ խանգարում, չգիտեմ ինչ է նշանակում։ Տեսեք, այստեղ տեսնում եմ երիտասարդ, տեսնում եմ մատանի, այսինքն դու կարող եք սեր գտնել մեկին, որի հետ կդառնաք զույգ։ Մատանին նշանակում է զույգ։ Միշտ երկու հոգու մասին է խոսքը։ Դե ես միայնակների համար եմ նայում, ուրեմն եթե նրանք ովքեր սեր կամ զույգ են փնտրում, ես իրականում տեսնում եմ, որ գալիս է ինչ որ մեկը գալիս է, տեսնում եք, շտապում է։ Ձեր կյանք ինչ որ մեկը կգա։ Գիտեք, ես այսպես արջը կարող եմ ասել աշխատանքի վայրից, որտեղ որ աշխատում եք կամ որտեղ ինչ որ գործունեությամբ եք զբաղվում։ Նույնիսկ եթե դուք, չգիտեմ, գնում եք մարդիկ որտեղ ինչ աշխատանք, ինչ գործ են անում, կարող է on-line նույնիսկ ինչ որ գործ եք անում, կարող է աշխատանքի վայրում ինչ որ մեկը նոր անձ է գալիս աշխատանքի վայր։ Ամեն դեպքում ես այստեղ մասնագետ աշխատող եմ տեսնում։ Ինչ որ մի ձեր գործում, ձեր աշխատանքի վայրում գործերի հետ կապված։ Էլ եմ ասում, դասընթացների եք գնում, միգուցե կարող է ինչ որ, չգիտեմ, կուրսերի եք գնում, չեմ կարող ասել։ Ամեն դեպքում ինչ որ միտեղ աշխատանք է, գործունեություն է, ինչ որ մեկը գալիս է ձեր կյանք եւ ինչ որ մեկը կարող է ձեզ հավանել հարգելի աղջիկներ եւ ձեզ բանալին այստեղ շփման մեջ է։ Մի քիչ ավելի ազատ եղեք, մի քիչ ավելի, այսպես եմ, բաց եղեք շփումների համար, մի շտապեք, նորից եմ ասում, կարող է շտապողականություն լինել, բայց ես կարող եմ ասել ոչ, ձեր ինչ որ կյանք հետաքրքիր փոփոխություն է գալիս հարգելիներս, կամ միգուցե տղամարդիկ նոր աշխատանքի են ընդունվել եւ այնտեղ այսպես նոր աշխատանքի են ընդունվել, պայմանագիր է կնքում է, բայց հանկարծ այնտեղ ինչ որ աղջկա են հանդիպում, կարող է այդպես էլ կարող է լինել։ Ամեն դեպքում հարգելի միայնակներ, ես տեսնում եմ փոփոխություն դրական եւ սրտի կարտ եմ տեսնում։ Եվ այլ եմ ասում, աշխատանքի վայրում, չգիտեմ, ուր եք գնում, ինչ գործունեությամբ եք զբաղվում, ուշադիր եղեք, ձեր 4 կողմը ով է գալիս, ինչ որ մի նոր մարդ է գալիս, որը կարող է պոտենցիալ լինել ձեր զույգ, սա էլ ձեր զույգը հարգելիներս։ Ես նայում եմ զույգերի համար, բայց կարող եմ կապել այս կարտը մյուսի հետ, ամեն դեպքում ջրհոսներին է վերաբերում։ Իմ ասացի շարունակություններ, կարող է ինչ որ մեկը հայտնվել ձեր կյանքում աշխատանքի վայրից հարգելի ջրհոսներ։ Իսկ զույգերի համար տեսնում եմ հենց կոնկրետ սեր, տեսնում եմ սեր, տղամարդը սեր է խոստովանում, ծառը տեսնում եմ, եթե ամուսնացած չեք, բայց ունեք զույգ, ուզում եք ամուսնության առաջարկություն անել, որպեսզի կազմեք իր հետ ընտանիք։ Շատ լավ է։ Կարող է տղամարդը լինել ջրհոս, ինքն է ուզում ընտանիքը մեծացնել, կարող է կինը լինել ջրհոս եւ տղամարդը ջրհոս աղջկան, հա, ուզում է ամուսնության առաջարկություն անել։ Ես այստեղ կոնկրետ ամուսնություն եմ տեսնում առաջարկությունը, որտեղ ընտանիքը տեսնում եմ, որ մեծանում է։ Հետաքրքիր է, ես էլ եմ այսպեսի բան տեսել, չեմ վստահ չեմ ջրհոսի համար եմ տեսել թե չէ, բայց ես այստեղ էլի երեխա եմ տեսնում ճիշտն ասած։ Ես շատ եմ երեխա տեսնում վերջերս։ Ինչ որ անդադ երեխայի է ճանապարհը փակ է, չի ստացվում, հանկարծ կտրուկ փոփոխություն եմ տեսնում։ Ծառով կարող եմ ասել երեխա է ունենում, միգուցե ինչ որ հղիության հետ խնդիր է եղել։
Լուր եմ տեսնում, հարգելիներս, ես երկու կողմից տեսնում եմ, դուք լուրի սպասում եք, ես այստեղ կարող եմ ասել, հանդիպում եք, գնում եք, դուք շատ եք շտապում, շատ անդադ լուրի սպասում եք, լուրը ուշանում է եւ դուք ավելի եք շտապում, բայց տեսնում եմ փոփոխություն եւ սա էլ եմ տեսնում, 9 եմ տեսնում, 9-9։ Այսինքն դուք շտապում եք, ինչ որ լուրի սպասում եք, լուրը չի գալիս։ Ես լուրը չգիտեմ, ինչ որ մասնագետ է կապված թե երեխա ունենալու պարզապես երևի երկար ժամանակ եք սպասում։ Ես այստեղ մասնագետ բժիշկ ճիշտ ասած չեմ տեսնում։ Պարզապես միգուցե ինչ որ ժամանակ է ամուսնացել եք եւ երեխա չեք ունենում, գիտեք, կարող է այնպես լինել, որ ուղղակի դուք ֆիզիկապես էլ իրար կողք չեք, որտեղ ճանապարհ եմ տեսնում, հեռու եմ տեսնում եւ տեսնում ճիշտ ճանապարհը կամ կանգնել է փակ է, չեք կարողանում գալ, չի կարողանում ամուսինը միգուցե գալ տուն, չի կարողանում երեխաներին գալ տեսնել, միգուցե ընտանիքին կարոտում է, բայց ես տեսնում եմ կտրուկ հանկարծ ճանապարհը բացվում է հարգելիներս։ Եթե այսպես կարող է լինել տղամարդը իր ընտանիքը կարոտում է, որովհետև չի կարողանում գալ, ինչ որ հեռու ճանապարհ է գնացել, մնացել է ճանապարհին, կամ ֆինանսական խնդիրներ ունի, ես տեսնում եմ ֆինանսների պատճառով է չի գալիս, կամ ճանապարհներն են փակ, չի կարողանում գալ, կարող է այդպես էլ լինել։ Ես տեսնում եմ կտրուկ փոփոխություն եւ տեսնում եմ ճանապարհ, հենց այդ ճանապարհի կարտն է, տեսնում եք, հառով ճանապարհը փակ է, ես տեսնում եմ ճանապարհը բացվում է։ Եվ մարդը կարող է վերադառնալ ընտանիք եւ իր ընտանիքին միանալ, շատ գեղեցիկ եմ տեսնում։ Եթե հղիության հետ էր կապված, ես տեսնում եմ, որ եթե երկար ինչ-որ ժամանակ էր երեխա եք ուզում եւ չէր լինում, հա, չէր ստացվում, ծախս եք անում, չգիտեմ, սպասում եք, նեղվում եք, ես տեսնում եմ, որ իրականում կինը կհղիանա եւ շատ շուտով ճանապարհը էլի բացվում է։ Ես ուրիշ անձնական այստեղ զույգերի մեջ ոչ մի խնդիր չեմ տեսնում կին, տղամարդ, ես չեմ տեսնում դուք իրար հետ խնդիրներ ունենաք, հարգելի ջրհոսներ, բոլորովին, այստեղ կողմնակի ճանապարհների հետ եմ շատ տեսնում, փակ ճանապարհ է տեսնում, բացում է ճանապարհը, կամ ընտանիքի էլ եմ ասում, միանում է, կամ երեխա չէին ունենում, լավ լուր կլսեն եւ իրականում բժիշկեր չեմ տեսնում, ես չեմ տեսնում այդտեղ բժշկի միջամտություն։ Կարող եմ ասել, որ եթե ինչ-որ երկար ժամանակ սպասում եք, չեք կարողանում հղիանալ, ես տեսնում եմ, որ իրականում կարող է հանկարծ Աստված տա հարգելիներս, լավ լուր լսեք, ճանապարհը բացվում է։ Ամեն դեպքում հաջող եմ տեսնում։ Կարող եմ ասել եւ մարդը, եթե կոնկրետ երկու կարտով կարող էի ասել, տղամարդը սիրում է ամուսնության առաջարկություն է անում, այդպես էլ կարող է լինել։ Իսկ մնացած դեպքում, եթե ամուսինը ուզում էր գալ միանալ իր ընտանիքին, ճանապարհը փակես, ճանապարհը կբացվի, հարգելիներս։ Աշխատանքի հետ ինչ եմ տեսնում։ Տեսնում խաչ, ինչ որ փոփոխություն է լինում, ինչ որ տարօրինակ կտրուկ փոփոխություն ձեր գործերում, ձեր աշխատանքի վայրում, որը ձեզնից կախված չէ եւ նաեւ միգուցե ձեզ համար մի քիչ անսպասելի է։ Փոփոխությունը կարող է լինել եւ դրական եւ բացասական, հարգելիներս, բայց սա իսակ ճակատագրական իրավիճակ է, որը ձեզնից կախված չէ։ Ես շատ դրական փոփոխություն եմ տեսնում, հարգելիներս, 6 ճանապարհներ եմ տեսնում, ճանապարհները բաց են։ Ես չգիտեմ, ինչ որ ճակատագրական, այսինքն ինչ որ մի հարց ձեզ համար միգուցե պետք է որ լուծվեր ձեր գործերի կամ աշխատանքի հետ կապված, ուղղակի ձեզնից կախված չէր, սպասողական վիճակ էր միգուցե։ Ես տեսնում եմ իրականում հաջողության կարտը վերջում, իսկ այստեղ էլ տեսնում եմ, որ դուք ինչ որ նպատակ ունեիք, բայց նպատակին հասնելը կարծես ձեզնից այնքան էլ կախված չէր։ Այսինքն ինչ որ ձեզնից հասնում էր միգուցե դուք արել եք ձեր գործերում, աշխատանքի վայրում, ձեր բիզնեսն է, ինչ որ անում եք, օնլայն եք աշխատում, կարևոր չէ, ձեր գործերում կարծես դուք ինչ որ պիտի անեիք արդեն արել եք, հիմա սպասողական վիճակ, սպասում եք ինչ է լինելու, շատ լավ է լինելու, հարգելիներս, ինչ որ արել եք, արդյունք կտա։ Անկախ նրանից ինչով եք աշխատում, տնից եք աշխատում, օնլայն եք աշխատում, տան արքու վաճառքով, տան հետ կապված ինչ որ գործեր եք անում, ինչ գործ ուզում է լինել, տեսնում եմ, որ իրականում ձեր նպատակները շատ լավն են, հաջող են, այսպես արագություն, աշխուժություն կլինի մի շաբաթ, լուր եք սպասում, լուրը կգա, փոփոխություն կլինի եւ տեսնում եմ ծաղիկներով հաջողություն։ Ինչ հարցեր որ կար, եթե ձեզնից կախված չէր, տեսնում եք, այստեղ խաչի 6, այստեղ տեսնում եմ էլի 6։ Հաջողություն, աշխատանքի հետ կապված տեսնում եմ հաջողություն, ձեր գործերի հետ կապված, ինչ գործունեություններ ունեիք, ինչ գործ որ ուզում եք անել, որը արդեն ձեզնից կախված չէր, սպասում էիք, ես իրականում տեսնում եմ, որ շատ հաջող կլինի։ Ֆինանսներում են տեսնում եմ արև, հարգելիներս, տեսնում եմ ծառ, տեսնում եմ արև, արևից հետո չարժի կարտ բացել, ցանկացած հարց, ինչ ֆինանսական հարց էլ որ ունեիք, եթե ինչ որ նոր աշխատանք եք գտել, աճում է իրականում աշխատավարձը կլինի ավելի լավ, քան դուք կարծում էիք, եթե ձեզ նոր աշխատանք առաջարկեն, եթե դուք ինչ որ ֆինանսական գործարք ունեիք, կլինի շատ ավելի լավ, քան դուք կարծում էիք, եթե լուր էիք սպասում ֆինանսների վարկ պետք է հաստատեին, կարծում եմ կհաստատեն, շատ դրական կարտ եմ տեսնում, շատ հաջողություն, սա իմիջիայլոց մեծ ֆինանսների հետ է կապված, եթե չգիտեմ, լոտո եք սիրում խաղալ,
Դե չեմ խորհուրդ չեմ տա բոլորը գնալ շատ լոտոներ գնեն, բայց բոլորի բախտը կարող է չբերել այդպես բոլոր ջրհոսների, հա, հետո չասեք ես գնեցի, ասացի չշահեցի, ամեն դեպքում ինչ որ ֆինանսական մեծ հաջողություն է սպասում ջրհոսներին հաջորդ շաբաթ։ Շատ լավ է, հետաքրքիր կարտեր էին հարգելիներ, շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում, սրտիտուզ եմ տեսնում, այստեղ մյուս տուզն եմ տեսնում, զույգերի անձնական հարցերում մեջ հարցեր էին լուծվում, միանում էին մարդիկ եւ տեսնում եմ հաջողություն նաեւ ֆինանսներում։ Տեսնում եմ լուսին ընդհանուր բոլորի համար։ Ամեն դեպքում կան որոշ ջրհոսներ, որոնք ինչ որ հարցերում մի տեսակ տխուր են, մի տեսակ կասկածներ եւ անհանգստություններ ունեն։ Չեմ կարող ասել ինչ հարցում, բնականաբար ամեն մարդ տարբեր հարցեր, մեկը ֆինանսի, մեկը անձնական հարցերի, մեկը սպասողական վիճակ, մեկը կասկածներ, անհանգստություններ ունի, կգա չի գա, կասի չի ասի, անեմ չանեմ, շատ հարցերում տարբեր։ Ինչ կասկածներ, ինչ անհանգստություններ որ ունեք, հարգելիներս, ես տեսնում եմ առաջ խաղացում, ընդհանուր տրամադրությունը, այսինքն ես հույսով եմ հաջորդ շաբաթ ձեր վախերը ցրվեն, այսինքն ինչ որ հարցի տատանվում եք, կասկածներ, անհանգստություններ եք, ես տեսնում եմ որ իրականում առաջ խաղացում կլինի եւ հույսով եմ որ այլևս կասկածներ ու վախեր չեք ունենա։ Դες հաջող իրականում հաջող շաբաթ է սպասում հարգելի ջրհոսներ։ Շատ լավ է։ Հաշվ տեսնենք ինչ է սպասվում ձկների։ Հաջորդ շաբաթ հուլիսի 26-ից 31-ը։ Վերջացնում ենք նաև հուլիս ամիսը հարգելիներս։ Այս շաբաթվա վիդեոները նկարելուց հետո արդեն կսկսեմ նկարել օգոստոսի վիդեոները, տեսնեմ մեզ ինչ է սպասվում օգոստոսին։ Տեսնենք, հուլիսը մի բարդ ամիս էր։ Շատ լավ, տեսնենք ինչ է սպասվում ձկներին հաջորդ շաբաթ։ Ընդհանուր տրամադրությունը միայնակների համար, անձնական հարցեր, զույգերի համար, աշխատանք եւ ֆինանսներ։ Եվս մեկ կարտ բոլոր ձկների համար։ Միայնակ եք, զույգ եք, տարիքով մեծ եք, շատ երիտասարդ եք, ցանկացած հարցերով խորհուրդ բոլոր ջրհոսներողություն, բոլոր ձկներին։ Վերջում կնայենք խորհուրդը հարգելի ձկներ։ Լավ տրամադրություն եմ տեսնում իրականում, բավականին աշխուժ կլինի։ Ես շատ եմ տեսնում, երևի ձկների համար շատ եմ տեսնում այս կարտը։ Ինչ որ աշխուժություն, ինչ որ նորություն, ինչ որ մեկից հետաքրքիր, ինչ որ փոփոխություն կարող է լինել, ինչ որ նորություն կարող է գալ, եթե սպասում եք, ինչ որ մեկը կարող է ձեր կյանք գալ, միգուցե մեկը, որին վաղուց չէիք հանդիպել, շատ հետաքրքիր հանդիպում լինի, շփվեք, կարող է ձեզ աշխուժ լինեք, սպորտի եք գնում, ջիմ եք գնում, չգիտեմ, ամեն դեպքում տեսնում եմ, որ դուք ամառը այսպես նստած չեք հանգստանում, տեսնում եմ, որ դուք բավականին էլ ակտիվ եք։ Շատ լավ է, աշխուժ կլինի հաջորդ շաբաթ ձեզ համար հարգելի ձկներ։ Միայնակների համար տեսնում եմ շատ եք շփվում օնլայն, բավականին շատ շփվում եք, շատ ընկերներ, ծանոթներ ունեք, բայց հիմնականում շփվում եք օնլայն։ Կարտերը խորհուրդ են տալիս, որ նաև պետք է գնալ տեսարժան վայրեր, հետաքրքիր վայրեր դուրս գալ, ժամանցի վայրեր գնալ, մի քիչ ամառ է, շոկ է, երևի դրսում այնքան էլ հիմա հետաքրքիր չլիներ, բայց ամեն դեպքում կարտերը խորհուրդ են տալիս, եթե շատ շփվում եք օնլայն, նաև պետք է գնալ հետաքրքիր ժամանցի վայրեր, որտեղ տեսնում եք հարգելի պուրակ եմ տեսնում։ Հարգելիները, շարունակեք շփվել, հարգելի ձկներ, առաջ խաղացում եմ տեսնում եւ տեսնում եմ ծաղիկներ։ Այսինքն ձեր շփման միջոցով է, թե օնլայն եք շփվում, թե դրսում դուրս եք գալիս ֆիզիկապես շփվում եք, ճիշտ եք անում, ինչ որ բան ճիշտ եք անում, որովհետեւ ես տեսնում եմ իրականում ծառով առաջ խաղացում մի քայլ առաջ եւ որոշ ձկներ հաջորդեն շաբաթ կարող են հանդիպել ինչ որ մեկին, որը կարող է դառնալ շատ ռոմանտիկ հանդիպում իրականում։ Զույգ ծաղիկներ եմ տեսնում, աստված տա, շատ հաջող է հաջորդ շաբաթ ձեր շփումից է կախված հարգելի ձկներ, իսկ եթե շատ չեք շփվում, աշխատանքով եք տարված, շատ եք տանը լինում, կարտերը հուշում են շատ շփվեք եւ օնլայն եւ ֆիզիկապես մարդկանց հետ ժամանցի վայրեր գնալով։ Շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում, հույսով եմ այդպես է լինի հարգելի միայնակ ձկներ։ Շատ խոսակցություններ եմ տեսնում նաև զույգերի մեջ իմիջիայլոց։ Ես ասում եմ, չէ, այստեղ լուր է գալիս, ինչ որ մեկի հետ շփվում եք, ինչ որ մարդ է գալիս ու մեջ չեք հանդիպել։ Տեսնում եք, ես այստեղ տեսնում եմ զույգերի մեջ էլ շատ խոսակցություններ։ Դե զույգերը շփվում են, դա նորմալ է, բայց տեսնենք ինչ կարևոր խոսակցություն ունեն մեր զույգ ձկները։ Զույգերը կարող են լինել ամուսնացած եւ չամուսնացած։
Տեսնենք ինչ եմ տեսնում հարգելի ձկներ։ Նախ առաջին հերթին հետաքրքիր է, ամեն դեպքում հետաքրքիր է խոսակցություններ եմ տեսնում դուք ինչ որ լուրի եք սպասում հարգելիներս։ Ես տեսնում եմ այստեղ կին, տեսնում եմ երեխա, տեսնում եմ բժիշկ, տեսնում եմ ծառ, այսինքն այստեղ կարող եմ ասել, եթե չհղիանալու հետ խնդիր ունեին որոշ կանայք, ամուսնացած կանանց մասին է խոսքը բնականաբար, խոչընդոտներ կային, խնդիրներ կային, չէր կարողանում կինը հղիանալ։ Ես տեսնում եմ, որ ինչ որ մասնագետի դիմել եք, երեխա եմ տեսնում, մասնագետ եմ տեսնում, ծառ եմ տեսնում, բայց տեսնում եմ, որ ինչ որ մի ժամանակ կարծես երևի թե չի ստացվել։ Ես չեմ տեսնում անհաջողության կարճիճնած, ուղղակի փոքր խոչընդոտ եմ տեսնում։ Տեսնում եմ երկու հոգի միջայլոց, ինչ որ մեկն էլ է կողքից խորհուրդ տալիս, առաջարկ, ինչ որ մի նոր առաջարկություն, միգուցե ինչ որ խորհուրդ էր տալիս մարդը, բայց երևի թե դուք երկու հոգու եք, ես երկու հոգի եմ տեսնում ճիշտն ասած, երկու հոգու եք, այս մեկը կարող է մասնագետ չէ, կարող է բարեկամ ազգական կին է, տատներ, հա, ինչ որ մեկը որ խորհուրդ է տալիս ձեզ, մի փոքր տեսնում եմ խոչընդոտներ կային, բայց վերջում տեսնում եմ հետաքրքիր դրական կարգ, տեսնում եմ իրականում սիրտ։ Եթե ինչ որ հղիության հետ կապված, երեխա ունենալու հետ կապված խնդիր ունեք, ես այստեղ եմ տղա տեսնում, այստեղ եմ տղա տեսնում, կարող է պարզվի, որ հղի եք, կարող է ինչ որ մեկը, որ օգնում էր ձեզ, եւս մեկը հայտնվի, չգիտեմ, ձեր հարցը կարողանա լուծել, որտեղ ես փոքր խոչընդոտ եմ տեսնում, լուրջ հարցեր չեմ տեսնում, չեմ կարող ասել երկար ժամանակ է երեխա չեք ունենում, ամեն դեպքում ես տեսնում շատ հաջող կարգարկերներս։ Այստեղ էլ շատ հաջող դրական լուր էր գալիս, այսինքն եթե ուզում եք հղիանալ ինչ որ գործ եք անում այդ ուղղությամբ մասնագետների հետ, ես հույսով եմ, որ լավ լուր կլսեք հարգելի կանայք։ Իսկ եթե երեխան, ուղղակի երեխա եմ տեսնում, ծառ եմ տեսնում, անմիջապես առաջինը դա եմ տեսնում։ Իսկ եթե չխոսենք երեխա ունենալու մասին, ձեր անձնական հարաբերություններում ինչ եմ տեսնում։ Տեսնում եմ ինչ որ խոսակցություններ, այսինքն եթե դուք ամուսնացած չեք, ապա արդեն լուրջ ընտանիք կազմելու մասին եք խոսում, խորհրդակցում եք, որտեղ փոփոխություն եմ տեսնում, նորություն եմ տեսնում, այսինքն ընտանիքի հետ գնում եք, իսում եք, որ արդեն որոշել եք ուզում եք ամուսնանալ, այստեղ եւ կին եմ տեսնում, այնտեղ եւ տղամարդ եմ տեսնում, չեմ կարող ասել այստեղ մի փոքր խոչընդոտը ինչու՞մն է, այ կդժվարանամ ասել, այստեղ մի փոքր խնդիր եմ տեսնում զույգերի մեջ, չեմ կարող ասել ինչն է պատճառը, բայց տեսնում եմ, երբ տղամարդը սեր եւ աղջիկն էլ իրար են նայում, շատ դժվար է ասել այստեղ ինչն է խնդիրը։ Ինչն է խնդիրը, տեսնեմ կկարողանամ գլխի ընկնել։ Ես տեսնում եմ, որ կարծես ամեն ինչ տանում է դեպի ճանապարհ, դեպի ամուսնություն, դեպի լրջացնելու իրենց հարաբերությունները, բայց իրենց մեջ երկուսն էլ ուզում են ամուսնանալ, ընտանիքը մեծացնել կամ ընտանիք կազմել, բայց ես ինչ որ մանր-մունր մի փոքր խնդիր եմ տեսնում, բայց զույգերի մեջ է, բայց իրենցից չի կախված երևի թե։ Լավ, պարզ է ուրեմն։ Գիտեք, ինչ որ խնդիր եմ տեսնում, կին եմ տեսնում, այստեղ օձը դուրս եկավ, այստեղ էլ աղվես էի տեսնում։ Ես աղվեսը ինչ որ մեկը բամբասում է, գիտեք, ինչ որ մեկը խանգարում է, այս խոչընդոտը մարդ է, կին է իրականում։ Տեսնում եմ, որ դուք ուզում եք ամուսնանալ, ընտանիքը մեծացնել եւ զույգերն իրենք իրար հետ բոլորովի խնդիր չունեն։ Զույգերի խնդիրը, այս կին աղվես է, օձ է, կին եմ տեսնում, կամ մեկին է կամ երկու հոգի են, իրենք են խանգարում այս մանր-մունր խոչընդոտը, որտեղ երիտասարդներն իրականում ջահելները կարծես շատ էլ սիրում են իրար, բայց ինչ որ մեկը խանգարում է, սա կարող է լինել տղայի մայրը, տղայի մայրը աղջկան չի հավանում, կամ ով է, ինչ կին է, ինչ է խոսում, ինչ են բամբասում, խանգարում են, ես իրականում տեսնենք միշտ կարտերով, իրականում դուք ձեր նպատակին հասնում եք, թե չեք հասնում, բայց տեսնում եմ առայժմ, տեսնում եմ, որ այս խոսակցությունները այդ բամբասանքներն էին իրականում։ Զույգերն իրենք իրար հետ խնդիր չունեն, զույգերին բաժանող միակ այդ ժայռը բամբասկոտ կանայք են, եւ երևի թե տղայի մայրը կամ քույրը շատ ցավալի է։ Օհ, այստեղ աղջիկ եմ տեսնում։
Գիտեք, կախված է տղամարդուց իրականում կարող եմ ասել, շատ բարդ իրավիճակ է իրականում, այսինքն ամուսնությունը կարող է լինել, կարող է չլինել, երկու տարբերակներ, սա շատ ճակատագրական խաչ է, բարդ բավականին կարճ է, այսինքն թվում է թե խոսում են, բամբասում են, խանգարում են, չէ՞ ժայռը, բայց իրականում փոքր խոչընդոտը կարող է իրականում մեծ խոչընդոտ դառնալ, որովհետև եթե հատկապես տղայի մայրն է կիսուրն է, հասկանում եք, եթե կիսուրը դեմ է, դժվար թե ամուսնությունը կայանա։ Ես այստեղ տեսնում եմ տղամարդ եւ այստեղ տեսնում եմ աղջիկ, իսկ աղջիկը լուրի է սպասում։ Փոփոխությունը, տրանսֆորմացիան միայն հնարավոր է տղամարդու միջոցով։ Տղամարդը կարող է փոխել։ Եթե տղամարդը չխոսեց մոր հետ, չկարողացավ հարցը լուծել, այսպես պտտվելու են, վիճելու են եւ ոչ մի հարց չի լուծվելու։ Բավականին բարդ վիճակ է, շատ այսպես էլ եմ ասում, փոքր խնդիրը ժայռը կարող է դառնալ շատ մեծ լուրջ խնդիր։ Էլ եմ ասում, ես այստեղ էլ տեսնում եմ, կախված է տղամարդուց ինչքան լուրջ է տրամադրված ընկերուհու նկատմամբ, ինչքան իրականում ուժեղ է իր զգացմունքը, սերը եւ նպատակը, տղամարդը կարող է հարցը լուծել, միայն իրենից է կախված, կամ կլուծվի, կամ չի լուծվի։ Այս պահի դրությամբ ես կդժվարանամ ասել, որտեղ բավականին բարդ վիճակ է հարգելներս։ Հարգելի տղամարդիկ, ամեն ինչ կախված է ձեզանից։ Եթե դուք ձեր մորը չկարողանաք լեզու գտնել, ինչպես պետք է կարողանա ձեր ապագա կինը ձեր մոր հետ լեզու գտնել։ Ինչ եմ տեսնում աշխատանքում։ Աշխատանքում տեսնում եմ փոփոխություն։ Ինչ որ բան է փոխվում, ինչ որ բան է վերջանում, որպեսզի ինչ որ բան նորից սկսվի։ Եթե որոշել եք ձեր հին աշխատանքից հեռանալ, նոր աշխատանքի առաջարկություն արդեն ունեք, ապա այսպես շատ հեշտ հանգիստ տրանսֆորմացիա կլինի։ Հինես դուրս է գալիս, անցնում եք նոր աշխատանքի։ Եթե աշխատանքի վայրում է ինչ որ մի բան փոխվում, ապա այդպես էլ կարող է լինել։ Ձեզ ինչ որ նոր աշխատանք են առաջարկություն են տալիս, նոր աշխատանք են տալիս, թեկուզ նույն աշխատանքի վայրում եւ այսպես շատ հանգիստ անցնում եք մի գործից մյուսը։ Իսկ հատկապես փոփոխություն կլինի նրանց համար, ովքեր վաղուց աշխատանք չունեին։ Տեսնում եք, աշխատանք վաղուց չկար, խարսխով կանգնած էր գործերը, դուք նոր աշխատանք եք փնտրում, ես տեսնում եմ, որ առաջարկություն գալիս է։ Գիտեք, կարող եմ ասել, որ ձեզ մի առաջարկություն չի երևի, որ եկել է։ Ինչ որ առաջարկություն եկել է, որ հետո առաջարկությունը իրականում չի ստացվել, նորից պետք է հանդիպեք։ Իսկ ես տեսնում եմ, որ կարող է նույնիսկ նույն մարդիկ, գիտեք, մի անգամ հանդիպել եք, կարծես թե մերժել են, չի ստացվել, բայց նորից կարող է հանդիպեք եւ այս անգամ կլինի դրական պատասխան։ Շատ հետաքրքիր է, բայց այդպես եմ տեսնում, որտեղ մի առաջարկություն եմ տեսնում։ Ամեն դեպքում տեսնում եմ, եթե նույնիսկ առաջարկությունը դուք եք մերժել, միգուցե նորից հանդիպեք, փոշմանեք, կամ կարող է նոր առաջարկություն լինել։ Ամեն դեպքում տեսնում եմ մարդիկ, ովքեր աշխատանք էին կորցրել եւ նույնիսկ ինչ առաջարկություն են մերժել, նորից էլի կարող եք սկսել հանդիպել։ Կամ միգուցե կարտերը խորհուրդ են տալիս, եթե վաղուց աշխատանք չունեիք, առաջարկություն են արել, չեք հավանել եւ մերժել եք, նորից շարունակեք գնալ հարցազրույցերի, շարունակեք, որտեղ փոփոխություն հնարավոր է։ Բայց եթե շարունակեք փնտրել, պետք է, այսինքն ես առայժմ տեսնում եմ փոփոխություն, չեմ կարող ասել գտնում եք, թե չեք գտնում։ Շարունակեք հանդիպել եւ գնալ հարցազրույցերի հարգելներս։ Ինչ եմ տեսնում ֆինանսներում, տեսնում եմ կտրող գերանդին, կտրող գործիք։ Սա ինչ որ կտրուկ փոփոխություն է, կարող է լինել կտրուկ մեծ գումար է գնում ձեզնից, կտրուկ ուզում եք ինչ որ մի մեծ բան գնել, ես չգիտեմ, կահույք, մեքենա, տուն, մեծ գումար է գնում ձեզնից, կամ ճանապարհորդություն եք ուզում կազմակերպել եւ դրա համար մեծ գումար է էլի գնում ձեզնից, բայց դրանք հաճելի ծախսեր են։ Այդ գումարները գնում են, որտեղ դուք ուզում եք ձեռք բերել ինչ որ մի մեծ հաճելի կամ իր կամ տուն էլի եմ ասում կամ պարզապես ժամանակ անցկացնել ճամփորդելով։ Մյուս կողմից սա կարող է լինել վերջանում է վարկը, վարկ ունեիք, վերջանում է էլի դրական նորություն է։ Մյուս կողմից կարող է, չգիտեմ, ծախս լինել կամ կտրուկ կարող է ձեզ պարտքին պարտքը վերադարձնում են, ես միշտ ասել եմ, դա կարող է լինել գլխացավանք, դա է վերջանում։ Ինչ որ կտրուկ փոփոխություն ձեր ֆինանսներում, տեսնենք, դրական թե ոչ դրական։ Շատ դրական հարգելիներս, արև եմ տեսնում, շատ դրական փոփոխություն եմ տեսնում։ Իսկ ես այստեղ ձիավորը, որ վազելով գալիս է, տեսնում եք, վազելով, ձին է վազում, ձին վազելով այսպես նորությունը գալիս էր, այսինքն լուր է գալիս ֆինանսների հետ կապված, եթե, չգիտեմ, ձեզ զանգում են, ասում են ձեր վարկը փակեցիք, վերջացրեցիք, շատ ուրախ եք, շատ դրական կարտ է, եթե գումարի եք սպասում, լուր եք սպասում, եթե ուզում եք վարկ վերցնել, ձեզ այսպես շատ արագ պատասխանը գալիս է, որ դուք վարկը իրականում ձեր, չգիտեմ, համաձայնությունը կնքվել է կամ ձեզ վարկ տալիս են, ամեն դեպքում շատ գեղեցիկ լուր։ Ինչ որ մեկը պարկ պետք է տար, ինչ որ իր եք ուզում գնել կամ տուն եք ուզում գնել եւ մեծ այսպես լուրի եք սպասում, լուրը կգա, ծախսը կլինի, ամեն ինչ շատ հաջող կլինի։ Կտրուկ կարող եմ ասել, ինչ որ լուր է գալիս եւ շատ մեծ հաջողություն։ Ցանկացած հարց ֆինանսներում հաջորդ շաբաթ, ինչ էլ որ ինչ նպատակեր ունեք ֆինանսների հետ կապված, հարգելներս,
կարող եմ ասել տզով, քյապինջի տզով եւ արևով, որ շատ հաջող կլինի։ Արդեն հոգնել եմ, չեմ կարողանում խոսել։ Այսինչ գեղեցիկ կարտ եմ տեսնում, հարգելի ձկներ, սեր, սրտի վալետն եմ տեսնում եւ տեսնում եմ սեր։ Որոշ ձկներին կարող են հաջորդ շաբաթ սեր խոստովանել։ Դուք հիշում եք, ես միայնակների համար էլ էի տեսնում, սեր էի տեսնում, նոր մարդ էր գալիս ձեր կյանք։ Ամեն դեպքում շատ սեր, հարգելի ձկներ, սիրեք եւ հույսով եմ սեր կգա նաեւ ձեզ։ Ինչ էլ անում եք, սիրով արեք, սիրով եղեք ձեր երեխաների նկատմամբ, տղա երեխա եմ տեսնում։ Տեսնում եմ սեր, սիրտ, դրանից լավ կարճ չի կարող լինել։ Ամեն դեպքում սերը ձեզ համար հաջորդ շաբաթ կլինի առաջնահերթ։ Անձնական հարցերում, չգիտեմ, մարդիկ ինչ անում եք, սիրով արեք։ Այն ամենա, չեմ կարող ասել, ինչ հարց, ինչ գործ, ինչ էլ ուզում եք անել, բաց սրտով արեք։ Ինչքան դրական տրամադրված, բաց սրտով անեք, այնքան ավելի գործը հաջողակ կլինի։ Դրական էներգիայով շրջապատեք ձեզ եւ ձեր շրջապատի մարդկանց։ Կոմպլիմենտներ կարող եք անել, կարող եք դուք կոմպլիմենտներ ստանալ, որտեվ ամեն դեպքում դուք շատ ուրախ կլինեք, այսպես ասած սիրտներդ լի կլինի։ Ինչ հարցերով, ինչ ուրախությամբ չեմ կարող ասել, բայց շատ շատերի համար պարզապես սիրը առաջ շաբաթ կլինի ձեզ նկատմամբ, սեր կարտահայտեն, չգիտեմ, ձեզ սեր խոստովանեն, երիտասարդներ, դուք կարող եք սեր խոստովանել, ես ամենայն հաջողություն եմ ցանկանում, շատ գեղեցիկ կարտ էր եւ գեղեցիկ ձևով ավարտեցինք շաբաթը եւ ամիսը, հարգելի ձկներ։